Բարի լույս իմ սիրելի բարեկամներ, այս ծանոց արդեն քանի օր այս ստացել եմ ու չեմ հասցրել բացեմ, չնայած որ 3 տարին էի, էլի չեմ հասցրել բացեմ, ուրեմն մինչև բացելը մի հատ թեյ լցնեմ, մի րոպե ժողովուրդ, մի հատ կարկադեի թեյ լցնեմ, բայց մի քիչ ռոմանտիկ մթնոլորտ ապահովեմ, որ թեյ եմ խմելու հետնել։ Այսպես տնեմ իմ սիրուն մոմը, սրա մեջ եմ լցնելու, սա ինքան պրակտիկ է, շատ արագ, հարմար, չափը փոքր, նախկինում սուրճը սրանով էի խմում, հետո որ սուրճի ապարատը արդեն առանք, էլ ես չեմ օգտագործում մեկ թեյ խմելուց։ Հերիք այսքանից թվում, թե մի քիչ լցնեմ, դա։ Այսօր ձմեռ պապիկի բաժակով խմեմ։ Այսօր ժողովուրդ ջան, ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում, թույլ եմ զգում, աշոտը արդեն լավ է, հիմա ես եմ ինձ թույլ զգում, առավոտ չէի ուզում տեղիցս վեր կենայի, այդպես թույլ էի, հետո Քսենյան եկավ մոտս, հարմար տեղավորվեց ոտքերիս վրա, հիմա թե ես լցնեմ, մինչև մի քիչ կսառի, արդեն բացենք, ես գիտեմ իհարկե ինչ եմ պատվիրել, բայց մի հատ շտատիվ եմ պատվիրել, որ ինձ շատ հետաքրքիր էր, այս առայժմ ես կողմ տնենք, սիրուն կարմիր թեյ եղավ, բայց այսքան տաք ես չեմ կարող խմել, պետք է մի քիչ հովանա։ Երբ էի գործի, 4-5 օրն էի գործի, 5 օրը, դե 3-5 շաբթի էր, 3 ես ազատ էի, իհարկե պետք է աշխատեի, բայց ազատ օր վերցնելու իրավունք ունեի, դրա համար չաշխատեցի։ Այսօր մեյլ եմ ստանում գործի տեղից, որ գրած է 3 չես եղել, ինչ որ պատճառ կար, քլոկ չես արել։ Գործը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո գրանցվում ենք ոնց որ քլոկ ենք անում։ Հենց իրա ուղարկած մեյլը, որով ինձ գրել տեղեկացրել էր, որ 5 օրը կարամ ազատ լինեմ, այդ նույն մեյլը իրան ուղարկեցի, ասում եմ, հա, 3 ես ազատ պետք է լինեի, չեմ եղել գործի։ Անմիջապես պատասխանեց, ասում վայ, մոռացել էի, ասում շնորհակալություն, որ նորից հիշացրիր։ 4 օր աշխատեցի, կանաչ մայկաներն էի ծալում կիսաթև, իմ սեղանից հենց հեռանում եմ, փոքր սեղան ունենք, բացում ենք, այդ մեծ սեղանների մոտ դնում, վրան ծալում ենք։ Իմ սեղանից հենց մի պահ հեռանում եմ, չէ, հաճախորդները գրավում են, առգրավում են, կամ իրանց վերցրած շորերն են դնում դրա վրա, չափչփում, փորձում, կամ ուղղակի բերում լցնում են։ Այնպես որ այդպես բացած թողնելը մեծ սխալ է։ Մի պահ գնացի, երևի ինչ-որ բան տարա հանդերձարան, մոտ էի հանդերձարանն այդ պահին ետ տարա, տեսնեմ մի հատ տարիքով զույգ կանգնած է, հենց իմ սեղանի մոտ, մի հատ մայկա դրել, նայում են ու լսում եմ ռուսերեն խոսում, կինը ամուսնուն ասում է 4 եվրո 50 արժի, стоит 4 евро 50։ Մոտեցա, ասում եմ, здравствуйте, ուրախացած նայեցին, здравствуйте, ասում եմ, ինչ է պետք, ինչ եք նայում, ասում եմ, մայկա ենք ուզում, բայց որ այսպես պլեշներով չէ, էլի, կարճաթև ուղղակի, սպիտակ գույնի։ Ասի, եկեք նայենք, գնացի մանեկա իր ուզած ռազմերը չկար, M-ներ ուզում։ Լիքը S կար, լիքը L կար, XL կար, բայց M չկար, ասի, վայ, սպասեք, ասի, գնամ պահեստում նայեմ։ Գնացի պահեստում նայեցի, այնտեղ էլ չկար։ Եկա, ասում եմ, չկա, այնտեղ էլ չկա, ասում եմ, կարող է հունվարից հետո նոր էլի ամառային ապրանքներ, որ ամառային բաները ստանանք, այս ժամանակ լինի։ Հիմա այդ ռազմերը հակառակի նման չկա։ Շատ իրանք ուրախացան, որ գնացին նայեցի, շնորհակալություն հայտնեցին, Ուկրաինայից էին։ Ասում հա, ասում հունվարին մենք էլ այստեղ չենք, գնալու ենք, ասի Ուկրաինայի գնալու, ասում հա, ասի հա, հուսանք, որ պատերազմն էլ մինչև այդ կավարտվի, ասում ուրա ավարտվի, ասում այսպես շարունակվում է։
այդպես վերջը, այդ հաճախորդներս գնացին, միշտ հանդիպում են էլի այնպես, չնայած ես էլ բնույթով երևի այնպեսին եմ, որ ծանոթ լեզու եմ լսում, օրինակ ռուսերեն, դե առավել ևս հայերեն, ես խոսում եմ, երևի էդ էլ է բան։ Հետո ուշադրություն եմ դարձնում, որ իմ գոլեգաներն ասենք թուրքերեն կամ հնդկերեն լսում եմ, բայց իրանք չեն արձագանքում, ասում տեսնես ինչից է, որ ես արձագանքում եմ, որ տեսնում եմ հայերեն են խոսում։ Հետո ասում կարող է որ մենք փոքր ազգ ենք, քիչ ենք դրանից է, բայց ինձ թվում է չէ, երևի ինձանից է, որ ես ուրախանում եմ, որ իմ լեզուն լսում եմ ու միջամտում եմ, այսինքն բարևում եմ, միջամտելը որն է, ասենք լսում եմ հայերեն են խոսում, ասում բարև ձեզ։ Մարդիկ ուրախանում են, իրանք էլ այդպես սիրով պատասխանում են, բան։ Չնայած մի անգամ կային հայեր, որ բարևեցի, չնայած ամուսին տղամարդիկ էին ու մի երկու կանայք, տղամարդիկ սիրալիր պատասխանեցին, բայց կանանցից մեկը իսկ ասի գոռոզ ձևով պատասխանեց, փոշմանեցի, ասի սրանց հետո չեմ բարևելու, հետո լասա իմ բարևաստուն կբարևեմ, ով ոնց կարձագանքի։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, նայեմ թե ոնց է։ Տաք շատ այսքան տաք չեմ կարող խմեմ։ Կարճ ասած, ինչի այսքանը հիշեցի, այդտեղ որ կանգնածալում էի, տեսա ասես մի հատ տաք, փափուկ, մուգ մոխրագույն կանացի զգեստ կա, ընդամենը արժեքն է 12 եվրո։ Ասի բերեմ տունը փորձեմ, տաք բան է, էլի տան մեջ կհակնեմ։ Բայց փաստորեն հակած արդեն շատ կարճ եղավ, այս պատկերացրեք, մեծ էլ ռազմեր ասեցի, դե թույլ կիշնի, չի ձգվի, բայց չէ, փորձեցի, հենց նոր փորձեցի, կարճ եղավ շատ, այնպես որ ես դրեցի ետ տանելու, մի քիչ կոնը մի թեթևակի երկար լիներ, հաստատ կպահեի, այս վիտրը արդեն ձեզ ցույց եմ տվել, նկարը ուղարկեցի տղայիս, ասեց, չէ մամ ջան, ասեց, չեմ ուզում, դե լավ էր, որ հարցրի, պետքա պահեի մինչև գար ու չուզեր, հիմա արդեն չեն կարող երեխեքի համար մենք շոր առնենք, ես հիշում եմ, որ մի 6-7 տարի առաջ, 8 տարի առաջ առնում էի ես իր համար, ասել, ման ոնց է մեր ճաշակները համընկնում, ինչ բերում ես ես դուր գալիս, հիմա այս մեկը դե չնայած կարող է նկարով այդքան չպատկերացրեց, բան արեց, ասեց, չէ մամ ջան, ասեց, ետ տար, այնպես որ ետ եմ տանելու ես, անընդհատ ես էլ մի բան առնում, մի բան ետ եմ տանում, ես իմ տղամարդկանց դուրը չի գալիս կամ բան, Աշոտին էլի համոզում եմ, ասում, հա դե հակի տակա համոզում եմ մեկ, բայց տղայիս թե հեռու է, որ մոտիկ լիներ տեսներ, կարող է ուզեր, այս սավանը ցույց էի տվել, որ առել եմ 100% բամբակ, ինքան սիրուն մոխրագույն է, ինքան դուրս գալիս է, նախկինում ես չէի առնի սենց գույն, բայց հիմա ինքան դուրս գալիս է, որ նայում ես ոնց որ ատլասից լինի, բայց ատլաս չի, դե բամբակ է։ Այս մեկը ռեզինով են, անցյալ առածներս ռեզինով չէին, մեն մեր հայկական առաջվա սավաններին ման ուղիղ իջնում էր, էսի ռեզինով է, ավելի լավ։ Մի հատ կգցեմ, կլվացվի ու կօգտագործենք։ Արժեքն էլ ասեմ, որ 17 եվրո։ Սև ուրբաթի կապակցությամբ ահագին զեղչեր կան, երեք մի հատ օնլայն դեղատուն կա, նայում էի, մի հատ հավելումներ կան բուսական, ես օգտագործում եմ դրանից, այս տարիքային փոփոխությունների հետ կապված, ու ահագին էլ լավ օգնում է, դեղատնից առնում եմ 60 կոճակը 30 համարյա 3 եվրոյով, 32 քանիս, 2 ամսվա համար, 3 մտքով սանցավ օնլայն նայեցի, այս գովաստ բերեց այդ ձևով նայեցի, պատկերացրեք ուրեմն կրկնակին առա այդ գնով, այսինքն մի հատ առնում էի, երկրորդը նվերեր, այսինքն 32 քանիսով 33 եվրով առա 2 տուփը։ Պես որ հիմա ահագին լավ զեղչեր են, օնլայն էլ նայեք, եթե ինչ-որ բաներ օգտագործում եք, վիտամիններ, բաներ, այդ օնլայն դեղատներում էժան են, խանութներում ավելի թանկ են, առկա դեղատներում ավելի թանկ են։ Աղի ու պղպեղի համար եմ պատվիրել, այս չափի են, միկրոֆոնն է այս, 2 հատ միկրոֆոնն է, այսպես պետք է կպցնեմ, ինչ էլ մեծ են, այս էլ իր USB շնուրը, ես պատվիրեցի, որ աղմուկը խլացնի, տեսնենք, մի անգամ էլ էի պատվիրել, բայց այն աղմուկը չէր խլացնում, այդպես համարյա չօգտագործեցի,
Այս մեկը աղմուկը խլացնում է, պետք է որ խլացնի, այդպես կարդացել եմ, ռևյուներն էլ կարդացի, հետո նոր պատվիրեցի։ Այս ուրեմն շտատիվը նկարելու համար, բայց դեմքի հետ պետք է պտտվի։ Հիմա թե այդպես է, այդպես չի, չգիտեմ, բայց դեմքի հետ, ասենք աչի ցախ ես գնում, քո հետ պտտվում է։ Այս պետք է բացեմ, մի հատ լավ ուսումնասիրեմ, պետք է շարժվի դեմքի հետ, որ կողմի ես գնամ, պետք է ինքը շարժվի, պետք է որ այդպես լինի, չի այս չափի լույսը, այսքան, փորձարկեմ, եթե չգիտեմ, ձեզանց ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի, փորձելուց հետո ձեզ կասեմ։ Բարի ուշ կեսուր, սիրելի բարեկամներ, անձրև ամաղում, չնայած վերցրել եմ կարող անեմ բացեմ, բայց բարակ է գալիս։ Ամբողջ օրը ինձ համոզեցի, որ դուրս գամ, հիմա դուրս եկա։ Պետք է գնայի կանաչի առնելու, բայց հիմա ոնց որ միտքս փոխեցի, պլաններս փոխեցի, կանաչին կթողնեմ, վաղը կգնամ կառնեմ։ Հիմա կգնամ այստեղ սուպերմարկետ ունենք, մի 6-7 րոպե պետք է ոտքով գնամ սուպերմարկետ, մի քանի սերմեր պետք է առնեմ, չիա, քունջուտ, վերջը մի քանի բան ունեմ առնելու, հետո կողքը լեհական խանութ կա, ուզում եմ այդ խանութը մի հատ մտնեմ, Աշոտի համար երշիկ առնեմ, այդտեղ երշիկը ասում է համովա։ Սերմերի համար ամաններ էլ եմ ուզում առնեմ, կողքը տնտեսական խանութ կա, կմտնեմ, այնտեղ նայեմ ինչ հարմար ամաններ կան։ Կարճ ասած, մինչև ինձ համոզեցի ժամը 4:30 եղավ, հիմա 4:30 է։ Չգիտեմ էլ այդ մի խանութը մինչև քանիսն է բաց։ Տոնածառ են դրել մեր կողմերում։ Լույսերով ավելի սիրունակ, քան խաղալիքներով։ Մեր սենյակում ննջարանում հայելու դեմ կանգնած, դեմքս եմ կրեմ բան եմ քսում, մեկ էլ պատահական հայացքս թեքեցի, նայեմ են 96 տարեկան հարևանուհիս, իրանց դրան մոտ կանգնած բանա շորա թափ տալիս ու ինձ է նայում, ձեռով անում, օդային համբույրներ ա ուղարկում, ցույց ա տալիս, որ տեսա էլի, որ դեմքիդ ես քսում։ Ես էլ բարևեցի, բան, ինչքան կենսուրախ, կենսախինդ կինա այդ տարիքին, ինքան հաճելի կինա իրոք։ Ոստիկաններն են եկել, այն մյուս հարևանի դրան դեմ կանգնած, ինքն էլ կանգնած նայում է։ Հենց նրանք գործերը վերջացրին այդ մի հարևանի հետ, իսված մեքենան սխալ տեղ են կանգնացրել, դրա համար է եկել ոստիկանությունը։ Հենց նրանք գործերը վերջացրին, ոստիկաններ ուզում էին գնային, այս կինը գոռաց կանչեց, թե ինչ էր ասում, ինչ էր ցույց տալիս, այստեղ շատ հեշտությամբ բան են անում, էլի ամեն ինչ կարող է զանգեն ամեն ինչի համար ոստիկանություն։ Տնտեսական խանութը սկզբում մտա, երաժշտություն ամիացրած, ես վրայից եմ արդեն ձայնագրում հիմա, մոմակալներ են էսա, մի եվրո 1.25, նոր տարվա համար, դեկորացիաներ, օճառի ամաններ, այս մոմակալ, այս էլ է մոմակալ, այս բաժինը հատուկ նոր տարվա բաներն են առանձին դրված, գնանք առաջ տեսնենք հլը ինչ ամաններ կան սերմերը լցնելու համար, այս գլխարկները ոնց որ ճռճռան, այնքան արհեստական են, արժեքն էլ 1 եվրո, մանկական մայկատրուսիկներ են, երկուսը իրար հետ 4.49 արժի, սիրուն են։ Մայկաներն էլ 2.99 արժեն, սիրուն են։ Մի ձեռքը զբաղված է, թե չէ սիրուն կծալեի դնեի, ես հասկանում եմ այս աշխատողներին։ Բեյբիների համար ռետուզներ են,
299 է երկու հատը իրար հետ, սիրուն նասկիներ, գնանք առաջ տեսնենք, հասանք տնտեսական բաժին, այս խոզանակներ շշերը լվանալու համար տարբեր չափսերի, սրանք էլ պլաստմասայից ծալովի, բացովի աթոռներ են, ինչքան պետքա դիմանա պլաստմասայը շուտ կկոտրվի, այս խոհանոցի թուղթը կախելու համար մի հատ երև վերցնեմ, կարելի այն դարակների տակը կախել, այստեղ ջրերից շատ ակալք առաջանում է սպիտակ, այ նայեք, այս ձախ կողմից, ցնցուղի ձախ կողմը տեսնում եք կալկա, անդադ օգտագործում ենք, սրանք խոհանոցի ձեռնոցները սկոկնոցա, շատ բարակ կտուրա, այս սրբիչներից ես առել էի սիրունեն, սրանք թեյ սրբիչները կախելու համար են, եթե կախելու այդ բան չունեն իրանց վրա, սրանցով կարելի է կախել, այստեղ քամիչ, թավաներ, սա էլ, որ ճաշեպելու ժամանակ գազի կողքը դնենք ու գդալը այս դնենք դրա վրա, ես ափսե եմ դնում, ափսեի վրա եմ գդալս դնում կամ շերեփը, այստեղ տորտի պարագաներ են, վրձիններ, սրանք չափի համար գդալներ, այստեղ ամաններ կան, մեծ, այստեղ փոքրերն էլ կան, բայց չգիտեմ թե կոնկրետ ինչ չափի պետքա առնեմ, ուզում էի համեմի սերմը աղամ լցնեմ, բայց կարող է ուրիշ բանի համար էլ այնց պետք, կողքի ձեթի շշերն են, այսա տարբեր չափսերի կան, թասերը սիրուն են, այդ տակի մասը, որ լայն այդ շատ լավ է, իմերը նեղ են, բաժակներն էլ նայենք, պոչերը սիրուն չեն այսպես հյուսած, այստեղ թերմոսներ սուրճի համար, չափերը լավն են, սրանցից ես ունեմ, մեր խանութից եմ առել եղունգների տակը լվանալու համար, այստեղ էլ կան ապակուց ամաններ, տարաներ, մոմերը, ինչ էլ սիրուն են, մամակալներ, կավից են սրանք, ես էլ արձանիկը, վատը չի, բարձերը, այդքան էլ ընտրություն չկա, մեր խանութում ավելի շատ կան 7.99 արժեն, ոնց որ բնական լինեն, սուպերմարկետները շատ փոքր են, ընդհանրապես խանութները այստեղ Բելգիայում շատ փոքր են, փոքր երկիր է, տարածքը փոքր է, խանութներն էլ են շատ փոքր, որ նայում եմ ուրիշ երկրներից վիդեոներ են դնում, տեսնում խանութները նկարում են, ինչքան մեծ են, մեր մոտ իրոք շատ փոքր են սուպերմարկետները, որ ուզում ես խանութի մեջ նկարես, չէ, խանգարում ես ուղղակի մարդկանց անցուդարձանող մարդկանց խանգարում ես, չկարողացա սուպերմարկետում նկարեմ,
Հետն էլ մի քիչ շատ մարդ կար, չնայած միշտ էլ շատ մարդ ա լինում, էլի փոքր ա ուղղակի խանութները։ Դրա համար հեչ հարմար չի լինում, որ խանութի մեջ նկարեմ։ Ինչ էլ մեծ սկուտերներ են։ Գունավոր սիրուն բաներ էլ կան մեջը։ Միշտ ասում եմ դիմացից, բայց երբեք չեմ մտնում նայեմ։ Ոնց որ ուշ գիշեր լինի։ Ժամը 5 անց է։ Ես էլ պետք է տոնածառը դնեմ։ Վաղը մյուս օր մի 3 օր ունեմ, տեսնեմ երբ կհարմարվի։ Ջրի աշտարակի լույսերն են։ 9 աստիճան այդքան ցուրտ չի։ Քիչ ամնում որ հասեմ, ես ուղղակի շատ թույլ եմ ինձ զգում։ Չգիտեմ թե հիվանդանալու բան կա, հավանականություն թե ինչ, բայց պետք է բան սարքեմ իմունիտետի համար, որ խմենք, որ չհիվանդանանք, դրա ժամանակը չի հիմա, որ հիվանդանամ։ 3 առաջին օր որ գործի կասայի անում, մեկ էլ մի կին մոտեցավ, հղի էր, մի երևի, ինչքան ասեմ, չգիտեմ, երևի մի 35 տարեկան է, տարիքի, մոտեցավ անգլերենով բան է հարցնում, ես մոտավորապես հասկացա, ինքը հղի էր, հասկացա, որ հարցնում է հղիներին առավելություն չկա կասայի մոտ, որովհետև երկար հերթ էր կասայի մոտ, ասեցի չէ չկա, բայց կարաս կասի մոտ այդ բան ես հաճախորդ չունեի։ Ինքը եկավ իմ կասայի մոտ ու այն կողմից մի տղամարդ, այսինքն իր ամուսինն էլ եկավ մեծ բանով, զամբյուղով, ահագին առևտուր էին արել 160 եվրոյի։ Հիմա ես խոսում եմ, հարցնում եմ, երկար եք սպասել, այդ կինը չի խոսում, ամուսինն ասեց, ինքը ասեց Թուրքիայից է եկել, ինքը չի խոսում, ես էստեղ եմ ապրում, ես էստեղից եմ, ասում է, ինչ է, ասում է, հղիներին չեն զիջում, մեր մոտ ասում է Թուրքիայում մի անգամից հղիներին կզիջեին, ասում եմ, հա, չէ, էստեղ չկա այդպիսի բան էլի, չեն զիջում, մեկ էլ ասում է, մի երկու անգամ կրկնեց, հետո ասում է, դու որտեղից ես, ասեցի, ես էլ հայ եմ, Հայաստանից եմ, ասում է, հա, ես քեզ սիրում եմ, սենց ակցենտով էլի, այդ բառերը գիտեր ոնց որ ծիծաղացինք, վերջը, ուրախացան շատ, որ ես ընդունեցի, վճարեցին, երկար պետքա կանգնեին, սպասեին հերթ մեջ, վճարեցին, շատ շնորհակալ եղան ու գնացին, այստեղ հղիներին ով է զիջում, չէ, հա չեն զիջում, անգամ տրանսպորտի մեջ 1000-ից մեկը որ կզիջի, հասատուն ժողովուրդ ջան, դրսում էլ բան չէր երևում, մի քանի բան էի արել, հիմա ձեզ ցույց տամ ու դրանով վլոգս եզրափակեմ, դուրս ծածկել եմ աշոտ այնտեղ հեռուստացույց նայում, նորություններն ա իրար լսում, թեյեր եմ վերցրել, երիցուկի թեյ, 3 լիտրում չկար որ առնեի, հանգստացնող թեյ է, երիցուկը շատ լավ թեյ է, երիցուկի թեյը շատ հանգստացնում է ստամոք սաղիները, ընդհանրապես հանգստացնող ազդեցություն ունի։ Այս էլի երիցուկ եմ վերցրել, այս մեկը ինձ թվում է 100% գրված ավելի լավն է, քան այն մեկը, բայց սննդային արժեքը սրանը չկար որ տեսնեի։ Այս մեկինը B-ա, նայեք, իսկ այն մեկինը նշված չէր, բայց որ գրված է 100%, դրան վստահեցի ես։ Այստեղ վերցրել եմ այս մյուսլիներից, առանց հավելումների, հարուստ բջջանյութով։ Քաղցրավենիք որպես քաղցրի պահանջի դեպքում, այն մեկը ելակի համով է, այս մեկը շոկոլադային, հարուստ բջջանյութով, աշոտ է դուրծածկի նորությունների, ոչինչ, ուղղակի դուրծածկի։ Այս հանգստացնող թեյ է, այս վերցրել եմ լավենդելի թեյ, հանգստացնող, հիմա որ ցուրտ է, արդեն թեյ խմվում է, ես այդպես թեյ խմող չեմ, բայց հիմա որ եղանակը ցրտել է, արդեն խմում եմ։ Հայ, այս են մյուս խանութի կտրոնն է։
Այդ մյուս խանութից այստեղ էլի բան ունեմ այս խանութից առած, ուղղակի երկու պայուսակի մեջ եմ դրել, այս դատարկ եմ, այս մի պայուսակը, հետո նոր մյուսը։ Մի հատ մաղադանոց վերցրի, այդ խանութում նորմալ բան չեք գտնի, այդ լեհական խանութում բանջարեղենը հին, վերջը մի հատ վերցրի մաղադանոց, որովհետև կարող առավոտ պետք լինի ու չունենամ։ Մինչև կգնամ ուրիշ խանութից կառնեմ։ Երշիկեղեն եմ վերցրել, սրանք աշուտ է հավանում այս երշիկները, հետաքրքրության համար ձեզ ասեմ, կիլոն 12 եվրո, 13 եվրո է սրանց։ Ու մի հատ կատնաշոր եմ վերցրել, լեհերեն ա գրած, շատ բան չեմ հասկանում, բայց սպիտակուցներ շատ է պարունակում։ Այս մի պայուսակն էլ դատարկենք, ժողովուրդ ջան։ Հա, թեյերը այդքանով չէին վերջանում, էլի երիցուկի թեյ, դե որ Lidl-ում չկար, մենք էլ շատ ենք օգտագործում, մի քանի հատ վերցրել եմ, այսինքն մենակ 3 հատ երիցուկի թեյ եմ վերցրել։ Ներկան։ Այստեղից վերցրել եմ այդ սուպերմարկետից, չիայի սերմեր, Ալբերթեյնում եմ եղել, Բելգիայի ապրողները գիտեն այս սուպերմարկետը, սննդային արժեքը ա։ Ժողովուրդ ջան, կտավատ եմ վերցրել, կտավատը պետք է աղացած օգտագործել, որ յուրացվի օրգանիզմի կողմից։ Ես իմ դրամապանակը արդեն հնացել է, բայց շատ եմ սիրում, դրա համար նվեր ա էլի աղջկաս կողմից, դրա համար չեմ փոխում։ Անգամ մի հատ առել էի, հետո փոշմանեցի ետ տարա, որովհետև իմը շատ ավելի լավն է։ Այս էլ քունջութ է, քունջութի սերմեր եմ վերցրել։ Այստեղ ինչ մնաց։ Այս մեկը ժողովուրդ ջան, այդ տնտեսական խանութը որ մտա, այդտեղից վերցրեցի, հիշում եք Թեմուից պատվիրել էի ետ ուղարկեցի, այստեղ տեսա արժեքն էլ ընդամենը 4 եվրո, այսա կհավաքեմ։ Ոնց լինի, չլինի, որ դուրս ու ներս ենք անում, մի 3-4 զույգ կոշիկ հաստատ մնում է գետնի վրա, որ չեն դնում բանի մեջ, դարակի մեջ, որովհետև դուրս ու ներս են անում։ Դրա համար այս առել եմ, կոշիկները կդրվի վրան, հագիցանում են, մի անգամից կդնեն վրան, հետո էլ հողաթափերը կդնեն դուրս գալուց։ Այս առել եմ այս խոհանոցի անձեռոցիկը կախելու համար, որովհետև դրվում է, դրվելով միտեղ զբաղեցնում է։ Այս էլ հասարակ սովորական սկուտեղ է, սինի։ Պետք է լինում, հատկապես խինկալի բան, որ սարքում եմ, ունեմ դե մի հատ, բայց ես ուզում եմ այսպես հասարակ, այս ձևի, որ Հայաստանում ունենում ենք, բայց Հայաստանում սիրուն են լինում, չէ, գույները բան։ Ինչ մնաց այստեղ։ Հա, ոնց որ այսքան բան